Մայիսի 22-ին ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը աշխատանքային նախաճաշի ձևաչափով հանդիպել է ընտանեկան բռնության կանխարգելման ոլորտում գործունեություն ծավալող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։ Հանդիպումը կազմակերպվել էր Միավորված ազգերի կազմակերպության բնակչության հիմնադրամի աջակցությամբ։ Մասնակցում էին նաև Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ղեկավար Լուսինե Սարգսյանը, Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցչի տեղակալ Սիլվիա Մեստրոնին, ներքին գործերի նախարարության ներկայացուցիչներ։ Օրակարգում ընտանեկան բռնության կանխարգելման արդյունավետ մեխանիզմների, աջակցության համակարգերի կատարելագործման հեռանկարների, միջգերատեսչական և միջազգային համագործակցության զարգացման ուղիների քննարկումներ։ Անդրադարձ է կատարվել նաև ոլորտում արձանագրված արդյունքներին, առկա խնդիրներին և թիրախային լուծումների մշակման հնարավորություններին։ Արփինե Սարգսյանը նշել է, որ վերջին շրջանում ընտանեկան բռնության դեպքերով ոստիկանություն դիմելիությունն աճել է, ինչը փաստում է համակարգի նկատմամբ հանրային վստահության մակարդակի բարձրացման մասին։ Նախարարի խոսքով դրական ցուցանիշների մեջ դեռևս կան խնդիրներ, որոնք համատեղ ջանքեր և համակարգային լուծում են պահանջում։ Իրավական հարթության և բովանդակային արձագանքի միջև հաճախ անհամադրություն կա։ Այսինքն մենք կարող ենք նկատել, որ իրավական բոլոր process-ները շատ ճիշտ են, ամեն ինչ իդեալական կատարված է, բայց երբ որ զոհի տեսանկյունից ուզում ենք հասկանալ բովանդակային արձագանքը ճիշտ ժամկետում կամ ճիշտ տրամաբանությամբ է տրված թե ոչ, նկատում ենք, որ դեռ չենք հասել այնտեղ, երբ որ իրավական ընթացակարգերը եւ բովանդակային արձագանքը շատ ճիշտ ներդաշնակեցված են եւ տալիս են այն արդյունքը, որ մենք ուզում ենք ունենալ այս տեսանկյունից։ Արփինե Սարգսյանը կարևորել է նաև Միավորված ազգերի կազմակերպության բնակչության հիմնադրամի աջակցությամբ ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոնի ահազանգման համակարգում SafeU հավելվածի ինտեգրումը։ Նրա խոսքով ոստիկանությունը զգալի ահազանգեր է ստանում հենց այդ հարթակի միջոցով, ինչը ցույց է տալիս, որ քաղաքացիներն այն ընկալում են որպես պետության հետ կապ հաստատելու լրացուցիչ եւ հասանելի խողովակ։ Բոլոր դեպքերը, որոնք հանրային են դարձել, հետո գտնվել են մարդիկ, որ ասել են, հա, ես տարիներ շարունակ գիտեի, որ սենց է։ Ես տենց էլ գիտեի, որ սենց է լինելու։ Ոնց անենք, որ այդ մարդիկ, ովքեր որ իսկապես գիտեն դեպքերի մասին, կան դիմեն սոցծառայություններին, դիմեն իրավապահներին։ Մեր հասարակությունը փոխվել է։ Հիշում եմ մեր ժողականությունից, որ այն ժամանակ ընդհանրապես դա տաբու էր եւ ասում են, ինչ խնդիր, մենք չունենք կարել։ Այսօր ասում են, չէ, խնդիրն ունենք, լավ չեք արձագանքում։ Այո։ Այսինքն ես այդ գիտակցության որակական փոփոխությունը տեսնում եմ։ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը նշել է, որ ներքին գործերի նախարարության հետ արդյունավետ և համաժամանակյա համագործակցության արդյունքում արդեն արձանագրվել են դրական տեղաշարժեր։ Ընդգծվել է, որ ընտանեկան բռնության կանխարգելման և պաշտպանության ոլորտում Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը բավականին առաջադեմ է, սակայն դեռևս անհրաժեշտ է կատարելագործել կիրառական պրակտիկան, մասնագիտական ուղղորդումն ու պատշաճ հաղորդակցությունը։ Տարբեր անգամ միջազգային գնահատումների շրջանակներում մենք ունենք անհամեմատ ավելի լավ օրենսդրություն, քան դրա կիրառման պրակտիկաներ։ Եվ այստեղ մենք ունենում ենք խնդիրներ թե մարդ ռեսուրսների հետ, թե մասնագիտական մոտեցումների հետ, թե երբեմն համագործակցության եւ ուղղորդման հետ, որոշ դեպքերում միգուցե օրինակ սոցիալական աշխատողը շատ լավ իր գործը անում է, ոստիկանը իր գործը անում է, քննչական այդ ամեն ինչը փոխանցվում է, բայց այդ կապի բացակայությունը ինչ որ միտեղ խզում է առաջացնում, որի հետևանքով մենք չենք կարողանում ունենալ այն դրական եւ ցանկալի արդյունքը, որը որ պետք կլիներ կոնկրետ դեպքերով, որոնք եւ աղմուկ են բարձրացնում եւ հետևանք են առաջացնում։ Եթե այլ հանցագործությունների դեպքում մենք կարիք չունենք միգուցե հասկանալու ամբողջ դինամիզմը հանցագործության, ընտանեկան բռնության դեպքում, սեռական բռնության դեպքում մենք ունենք այստեղ հսկայական նախապատմություն, որը մասնագետը անհրաժեշտ է գնահատի, հասկանա։ Անդրադարձ է կատարվել նաև կրթական բաղադրիչին եւ մասնագիտական կարողությունների շարունակական զարգացման անհրաժեշտությանը։ Ընդգծվել է, որ ռելևանտ պետական մարմինների ծառայողները պետք է կարողանան հարմարվել նոր իրողություններին ոչ միայն տեսական գիտելիքների ամրապնդման, այլև արձագանքման նոր մշակույթի ձևավորման միջոցով։ Կարևորվել է նույն արժեքային եւ մասնագիտական լեզվով հաղորդակցվելու անհրաժեշտությունը։ Մենք կարող ենք այս աշխատանքների ներկայացման եւ մեր փորձի փոխանակման տեսանկյունից դառնալ որպես օրինակելի երկիր առնվազն տարածաշրջանում, սկսած կանխարգելիչ աշխատանքների հիմնումից մինչև արդեն ծառայություններ, մինչև թվայնացում։
Մասնակիցները առանձնահատուկ ուշադրություն են դարձրել հոգեբանական աջակցության բաղադրիչին եւ դրա կարեւորությանը թե բռնության ենթարկված անձանց, թե ոլորտի մասնագետների համար։ Նշվել է, որ արձագանքը չպետք է սահմանափակվի միայն իրավական գործընթացներով, կարևոր է նաեւ դժողի հետ վստահության եւ էմոցիոնալ կապի ձևավորումը, որպեսզի նա զգա, որ պետությունն իր կողքին է։ Քննարկվել են նաեւ ոլորտի աշխատակիցների հոգեբանական կայունության, մասնագիտական այրման կանխարգելման վերաբերյալ հարցեր։ Ընդգծվել է, որ նման դեպքերի հետ աշխատող մասնագետները եւս ունեն աջակցության եւ հոգեբանական վերականգնման կարիք։ Ինչ է արվում ոստիկանության համար, ինչ որ ինքնախնամքի տեսանկյունից է, քանի որ 24/7 աշխատում են, եթե մենք, չգիտեմ, թեժքից ենք վարում եւ այլն, իրենք ֆիզիկապես են ներգրավում նաեւ։ Առօրյա աշխատանքում այդքան միջադեպերի ականատես լինել, այդքան անձանց հետ շփվել շատ դժվար է իրականում։ Ինստիտուցիոնալ նոր լուծման ներդրումը պիտի որ թույլ տա մեզ ավելի լավ process ունենալու։ Մասնակիցները հանդես են եկել ոլորտի լավարկմանն ուղղված մի շարք առաջարկներով, ընդգծելով միջգերատեսչական համագործակցության ամրապնդման, արձագանքման միասնական մեխանիզմների ներդրման, վերապատրաստումների ընդլայնման եւ քաղաքացիակենտրոն մոտեցումների առավել արդյունավետ կիրարկման անհրաժեշտությունը։ Արփինե Սարգսյանը վստահեցրել է, որ պետության առաջնահերթ նպատակը յուրաքանչյուր քաղաքացու անվտանգությունն ու պաշտպանվածությունն ապահովելն է։ Վստահ եմ, որ ինչպես մինչև այս պահը փոքր թեկուզ եւ քայլերով հաջողել ենք արդյունքներ ունենք, նույն հետեւողականությամբ շարժվելու պայմաններում կկարողանանք նոր արդյունքներ ունենալ եւ ճիշտ կառուցակարգեր երաշխավորենք մեր պետությունում բնակվող ցանկացած քաղաքացու համար։ Նման օրինակ ձևաչափով հանդիպումները շարունակական են, միտված ոլորտային խնդիրների վերհանմանն ու համակարգային արդյունավետ լուծումների մշակմանը։